Ամով ընդունել եմ, սարքել եմ 46,000 դրամ, պլյուս 10,000 դրամ, պլյուս վաղը երեք... Դուք օրեկակ վարչապետ բյուջեն 0 էր։ Այդ եմ ասում։ Ես գիտեմ։ Ես շատ լավ հետաքրքրվել եմ։ Տեսեք, հիմա նաև դուք Աստված չանի, եթե առողջական խնդիր ունենաք, պետությունը ձեր նվազագույն գնացել եք, ինչի չեք գնա։ Ինչի։ Վախենամ, վարտերտա մնամ տանջի տակ։ Ուրեմն ձեր ու ձեր տիկնոջ նվազագույն թոշակը իրար հետ, նվազագույն սպառողական զամբյուղից էականորեն ավել է։ Հիմա պլյուս մենք ասում ենք, որ քանի որ թանկանալու է, մենք 2028 թվականից գնային գնաճը ինչքան տոկոսը բարձր կլինի, այդքանով էլի թոշակը առնվազն կավելացնենք։ Հիմա որ ասում եք բյուջեն 0 է, տեսեք 16,000-ից սարքել ենք 46,000 դրամ, հայրիկ ջան։ Սարքել ենք, որովհետև որ դա մեծ ջանք եւ աշխատանք է։ Այս անգամ որ ավելցրի, 20-30 ավելցներ որ հայրիկ ջան, 10-ը ավելցրել ենք, 10-ն էլ անկանխիկ առևտրով պետք է հետ ստանալ։ 10 ավելցրել ես, 20 թանկացել։ Դե 20 չի թանկացել, հայրիկ ջան, տեն չի։ 10-ից ավել թանկացել։ Ի՞նչն է թանկացել։ Ես Մենք հիմա կհաշվարկենք հաջորդ տարվա 2028 թվականի բյուջեի համար կհաշվարկենք ինչքան թանկացել է, այդքան կինդեքսավորենք, ինչքան թանկանա, այդքան կինդեքսավորենք, որ այս գծից ավելի վատ չլինի։ Ներողություն։ Ով գիտե մեր հացի կիլոգրամն ինչ արժի։ Մեր մոտ է։ Ով գիտե։ Հացը կիլոգրամով չեն վաճառում, հաց կա 150 դրամ է, հաց կա 200 դրամ է, հաց կա 400 դրամ է։ Գրամը Ասու բերանից ելած ոսկովի մարդը 150 գրամ։ Դրամ կսեր, չէ։ Եկեք գնանք լխանութ, եկեք գնանք խանութ։ Հացը 120 դրամ է, 130։ Բայց դա կիլոյով չեն հացը կիլոյով չեն ծախում, հացը հատով են ծախում։ Այդ որ թիմն է, այդ են վաղտեր որ հաց։ Այ մարդ, մեր հացը 120 դրամ է, բայց քաշը 130 գրամ է։ Դրամն ու գրամը։ Դե հիմա հայրիկ ջան, Հայաստանում վերջին անգամ հացը կիլոյով երբ են ծախել։ Սովետի վաղտը եղեն, որ դանակով կտրում էին, տենում էին, ասում էր մի կիլո հաց դու, կտրում էր, պակաս էր լնում, մի քիչ էլ սենց էր կտրում, դնում էր ավել, հիմա տենց բան չկա։ Չէր քանդվը սատկեր սովետը, ինչի քանդեց։ Աշխատանքների համար։ Հայրիկ ջան, ամեն դեպս արձանակ դու ես ասում բյուջեն 0 է եղել, 0 չի եղել, բայց հիմի հա ըստ էության 0 է եղել, որովհետև 2017-ի համար մենք կրկնակի ավելացրել ենք։ Հիմա դուք ունեք առողջության ապահովագրություն, մի չնայած լավ տեսք ունեք, առողջ եք, մեր մեջ ասած ուրիշ օգնող ունեք, թե դուք թոշակով եք ապրում։ Օգնող չունի, թոշակով չի ապրում, սուգդ է։ Ով է օգնում։ Տեղես, աղջիկս, երեխեքս ես տեղ չեմ, մեկը Մոսկվա է, մեկը Մինսկ է։ Ընդից մեզի Ամեն դեպս կա հաշվարկ։ Հիմա թոշակով հաց կմորանք։ Հաց։ Ասեք։ Ինչ է։ Ասեք։ Բանունը կսա։ Հարիկ ջան, ամենայն դեպս դա կա հաշվարկ, այդ հաշվարկով է։ Հիմա միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից շատ է։ 18 ես վարչապետ եմ դարել, նվազագույն թոշակ եղել է 16, հիմա 46 է, պլյուս անկանխիկի հետ վճարով 10,000-ը, այսինքն 56 է։ Զամբյուղը 90,000-ից պակաս չէ, պարոն վարչապետ։ Է հարիկ ջան, ես չեմ համոզվել։ Թոշակն է 46,000։ Դա հիմա դրա համար կա հաշվարկ, կա բանաձև։ Հաշվարկ բանաձև։ Ես կարամ մեկը կասի 90-ա, մեկը կասի 120-ա, դրա համար պետական ինստիտուտ կա։ Պետական ինստիտուտը ասում է այսքան է, վերջինը 61,000։ Վերջինը 61,000-ն է։ Մեր թոշակը հիմա ձեր 61,000-ը 46,000 է թոշակը։ Ինչքան է բարձրացել։ Դուք չեք ասում 56,000-ա թոշակը ձեր։ 46 էր իմ եղել է 56։ Դե ասում եմ անկանխիկ առևտուր էլ որ անեք։ 46։ Հայրիկ ջան։ Ընդամեն 90,000։ Հայրիկ ջան, որ անկանխիկ առևտուր էլ անեք, ձերը կդառնա 66 եւ տիկնոջն էլ կդառնա 56 եւ ասում եմ սպառողական զամբյուղի մեջ 6000 դրամն էլ առողջության ծախսերն են, որ դեղի բանի ծախսերն են։ Այդ ծախսերին էլ հիմա առողջության ապահովագրություն ունեք, ձեզ դուք չեք վճարում էլ դրա համար։ Այսինքն դե ֆակտո ձեր տիկնոջ
թոշակն էլա բարձր անկանխիկ առևտուրը հետը բարձրա նվազագույն սպառողական զամբյուղ։ Բոլորը հեշտ ամսի 7-ին տերտան կնդրել։ Դե այսքանից հետո որ կընտրես պարտավորություն ես դնում իմ վրա, որ ձեր ասածներ ավելի շատ մտած։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եղբայր ջան, պետպատվերը 9 տարեկան է, դե այդ բանը ի վիճակի չի։ բա ասում եք անապահովության համակարգում կա։ Իրան ընտանիք է, էլի, ծավալի Անապահովության համակարգի մեջ կա, բա պետպատվերից չի օգտվում անապահովության։ 28 բալից ավել է ձեր բանը։ Բա 4 կարգի անօտևան ենք էլ մենք։ դե մի հատ Բալով ինչքան է 28 բալից ավել է։ Բալը, բալը։ Գնացեք